Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ 3 Firebird եւ Nvidia ընկերությունները պաշտոնապես հայտարարել են, որ Հայաստանում կկառուցվի արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն։ Խոսքը առնվազն $500 միլիոն ներդրումային ծրագրի մասին է։ Պարոն Հայրապետյան, ինչ կարող եք ասել լրացուցիչ նախագծի մասին եւ նախագծի էությունը ուղղակի հանրությանը ավելի հասկանալի, ինչքան հնարավոր է հասկանալի դարձնելու ուղղությամբ, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, Firebird ընկերությունը նոր է հիմնադրվել մեր մի քանի հայրենակիցների նախաձեռնությամբ Ռազմիկ Հովակիմյանի, թիմում են նաև Նուբար Աֆեյանը, այս ծրագրի իրականացման գործում մեծ ավանդ ունի նաև Nvidia ընկերության փոխնախագահ Ռևլի Պարիզյանը եւ այլոք, 3 Nvidia ընկերության, որը $3.5 տրիլիոն կապիտալիզացիա ունեցող տեխնոլոգիական հսկաներից մեկն է աշխարհի, գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, որի հետ դուք 2023-ին եւ նաեւ 19 թվականին առիթ ունեցել եք տարբեր հարթակներում հանդիպելու եւ քննարկելու նաեւ այս գաղափարը, վերջապես հայտարարվեց, որ Firebird ընկերությունը դառնում է Nvidia-ի եվրոպական տարածաշրջանում գլխավոր գործընկերներից մեկը, Հայաստանում այս մեծ նախագիծը իրականացնելու նպատակով նախատեսում են 26 թվականից սկսել ծրագրի իրագործումը, այո, ճիշտ նշեցիք, Firebird-ի հայտարարության մեջ նշված է, որ շուրջ $500 միլիոն ԱՄՆ ներդրում է նախատեսում իրականացնել, որը նաև ենթադրում է մինչև 100 մեգավատ էլեկտրաէներգիայի սպառում, նմանօրինակ ենթակառուցվածքները շահագործելու նպատակով ընդհանրապես էներգիան եւ ռեսուրսները չափազանց կարեւոր են եւ այստեղ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է ունի այդ հզորությունները տրամադրելու, պետք է նշել, որքանով որ դա հնարավոր կլինի իհարկե հասկանալի կերպով, խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է, որ Firebird-ը պետք է ձեռք բերի Nvidia ընկերությունից, որ այս պահի դրությամբ աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիան է համարվում, պրոցեսորները, որոնք համալրված են ամենաառաջատար չիպերով, սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների cloud ծառայություններ մատուցել եւ հայաստանյան տնտեսությանը եւ աշխարհի տարատեսակ ընկերությունների, տեխնոլոգիական ընկերությունների, որոնք հիմնականում նորարարություններով են զբաղվում։ Նրբություններ կան, որոնց շուրջ պետք է խոսել, օրինակ ես առաջարկել եմ, որ մեր գործընկերները քննարկեն նաեւ այս ներդրումային ծրագիրը իրականացնել ակադեմիական քաղաքի տարածքում, որտեղ մենք բարեբախտաբար բավականին մեծ տարածքներ եւ հնարավորություններ ունենք եւ նաեւ ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքը մեծ թվով համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կարիք է ունենալու եւ նաեւ կարծում եմ, որ կարող է ակադեմիական քաղաքի նախագծի հետ եւ տեխնոլոգիական կլաստերի հարևանությամբ այս նախագծի գործարկումը իրականում կարող է սիներգիա ստանալ։ Մի բանում մենք վստահ ենք, որ համապատասխան ծավալի էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություններ մենք ունենք, մեր երկիր ունենք, այսինքն ի սկզբանե այդ հաշվարկները դրված են եղել տակը այս նախագծի հիմքում եւ իհարկե նաեւ ուզում եմ գոհունակությունը արտահայտել, որ այո, պարոն Հուանգի հետ մեր քննարկումները արդեն բյուրեղանում են, կոնկրետ արդյունք են տալիս եւ կուզեմ նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների ջերմեռանդությունը եւ վճռականությունը ընդգծել եւ դրանց շնորհակալություն հայտնել դրա համար։ Կրթվել է նորաձև շարժման հերթական հանդիպումը տեղի ունեցել Երևանում։ Հիմքայլի հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը նշել է, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել հանդիպումներին, լրացնելով համապատասխան ձևաթուղթ։
40 հանդիպում, 7868 մասնակից եւ 19 համայնք են ներգրաված կրթվելը նորաձև է շարժմանը։ Հերթական հանդիպումը տեղի ունեցավ Երևանում։ Իմ քայլի հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը սկսեց իր ելույթը նորաձևություն բառի բացատրությամբ։ Նրա խոսքով հանրության շրջանում այդ բառը հաճախ ասոցացվում է միայն հագուստի, գեղագիտության, արտաքին տեսքի հետ։ Սակայն նոր բառագիր Քայքազյան լեզու բառարանի համաձայն այն ունի ավելի խորքային ու համախմբող նշանակություն։ Նորակերտ, նորահնար, նորագյուտ, անսովոր, նոր ձևով, նոր եւ վայելչազարդ։ Հանդիպմանը ապահովված էր նաև մշակութային մասը։ Հանդիպման ընթացքում բանախոսությամբ հանդես եկավ գրականագետ Արքեմիկ Նիկողոսյանը, ընդգծելով, որ գիրքը կարդալը պարզապես դեռ բավարար չէ, այն իսկապես ընթերցված համարելու համար։ Նա մասնակիցների հետ քննարկեց եւ վերլուծեց Եղիշե Չարենցի Գիրք ճանապարհին ստեղծագործությունը, բացահայտելով դրա խորքային գաղափարներն ու գրական արժեքը։ Վերնագիրը բարդ եմ դրել, որ հետո ավելի պարզ խոսեմ, բայց նաև այս ճանապարհին շատ կարևորում եմ, որ մենք սովորենք նաև բարդ մտքերը հասկանալ, որովհետև ամենակարևոր ուղերձները հենց այդ բարդ մտքերում են։ Մենք չպետք է գնանք հեշտ մարսվող եւ անմիջապես մարսվող մտքերի հետևից, որտեղ լավագույն գաղափարները մեզ մատուցվում է յուրօրինակ մետաֆորիկայով, երբեմն նաև գաղտնագրերով։ Եվ դրա լավագույն ապացույցը Եղիշե Չարենցի Գիրք ճանապարհի ժողովածուի օրինակն է։ Իրական Հայաստան թեմայով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ եզրափակեց բանախոսությունների շարքը։ Օգտվելով նոր կտակարանի առակների բաժնից վարչապետը գրել էր մի առակ, ինչը ըստ վարչապետի ընդհանուր առմամբ արտահայտում էր բանախոսության ասելիքը առակի ժանրում։ Իսկ որն էր իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ մենք հայրենիք փնտրելու եւ հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չունենք, որովհետև մենք գտել ենք մեր հայրենիքը եւ այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Բանախոսություններին հաջորդեց հարց ու պատասխանի եւ կարծիքների փոխանակման փուլը։ Դուք շատ հիանալի օրինակ բերեցիք անձնավորելով Հայաստանը, ներկայիս Հայաստանը եւ մեր կորցրած պատմական Հայաստանը։ Ես իմ օրինակում ունեմ ծանոթների շրջապատում մի ընտանիք, ով 44 օրյա պատերազմի ժամանակ կորցրել է ավագ որդուն։ Այս պահին ունի եւս մեկ որդի։ Նրանց տանը ոչ մի կերպ չեն համակերպվում այդ փաստի հետ, հատկապես մայրը։ Հիմա տղային ամուսնացնելու ժամանակն է եւ նա չի ուզում նվագով, մեր ժողովրդական խոսքով ասած թակ ու պսակով իր հարցին տուն բերի, մեկնաբանելով, որ եթե տղաս կենթանի լիներ, իմ ուրախությունը լիարժեք կլիներ։ Նաև այստեղ ինչ է հատկանշական այս օրինակս, որ շրջապատում բոլորը գիտակցում են, որ դու կորցրել ես մեկիդ, բայց վայելի մյուսիդ սերը, մյուսիդ երջանկությունը, բայց ոչ մեկ չի համարձակվում հենց անձամբ առճակատ ներկայացնելու կնոջը, որ դու սխալ ես։ Խոսում են միայն հետևից։ Ինչ ենք անում մենք Հայաստանում։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ կորցրել ենք մեր պատմական Հայաստանը, բայց մենք մեկս մյուսին չենք ասում, որ մենք ունենք ներկա Հայաստան ու մենք պետքա վայելենք այս Հայաստանը։ Ես ասում եմ, որ այս Հայաստանը իմն է, ես ուզում եմ վայելեմ իմ Հայաստանը, ես ուզում եմ փոխանցեմ իմ Հայաստանը իմ սերունդներին։ Պատերազմից հետո մայրիկներից մեկը կրկին երկրորդ որդին ուներ, մեկին կորցրել էր պատերազմում եւ շատ չանցած երևի 2 տարի անգամ չէր անցել, որ երկրորդ որդու հարսանիքն էր։ Ես հրավիրված էի այդ հարսանիքին եւ մասնակցեցի եւ այդ մայրը կարմիր զգեստ էր հագել, զուռնա դհոլով եկան եւ ամբողջ հարսանիքը զուռնա դհոլով հարսին հանեցին, բերեցին տարան եւ քեֆացի եւ ինքը անձամբ ապարում էր։ Դրանից ավելի ուժեղ ու հուզիչ տեսարան ես չեմ հանդիպել, բայց դա չի նշանակում, որ այս մայրը ավելի պակաս էր սիրում, պակաս է սիրում իրան մահացած որդուն, քան ձեր։ Սա ուղղակի դիմադրողականության, անձի, կյանքի փիլիսոփայության, օրինակ խղճահարության առարկա չլինելու ոչ մի պարագայում, շատ այլ գործոններից կախված դիրքավորում է, քան քննարկենք նման հարցը։
Կրթվելու մասով երևի կրթվելը լավ բան է մեկը ցանկացած բարագայում, որովհետև ոչ այնքան այդ կրթության հետևում կանգնածներն են կարևոր, այլ կարևոր է թե դու ինչ կարող ես վերցնել այդ կրթվելուց, այնպես որ վնասակար կրթություն չկա ըստիս, որովհետև այդ ձեր նշած գրքերի բաների մեջ էլ հաստատ կան շատ կարևոր ինֆորմացիաներ, շատ կարևոր գաղափարներ, եւ ես իմ կյանքի փորձից էլ ասել եմ ընդհանրապես ընթերցողների այդ շփումների փորձից էլ, որ այդուհանդերձ ընթերցողն է քաղում, ընթերցողը պետք է կարողանա ճիշտ կարդալ, քաղել։ Հաջորդ հանդիպումները տեղի են ունենալու հունիսի 15-ին Արտաշատում, հունիսի 21-ին Մարալիկում, հունիսի 28-ին Երևանում, հուլիսի 6-ին Աշտարակում եւ հուլիսի 13-ին Մարտունիում։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Հունիսի 24-ին կսկսվի Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված գործողությունների նախագծի քննարկումը։ Բանակցությունների համար Բրյուսելից Երևանը ժամանելու եվրոպական փորձագիտական հանձնաժողովը։ Թեմայի շուրջ զրուցել ենք Արտյոմ Երկանյանի հետ։ Երեկ Բրյուսելում Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրամիության ներքին հարցերի եւ միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուների հետ, նրա հետ քննարկել է այդ եվրոպական պատվիրակության այցի հետ կապված մանրամասներ եւ նաեւ գործողության պլանի նախագծի այդ նախնական տարբերակը։ Իդեպ եվրահանձնակատարը ընդունել է Հայաստան ժամանելու, Հայաստան գալու առաջարկը, հավանաբար նրա այցը տեղի կունենա գալիք տարվա առաջին կեսին։ Նույն այդ վիզաների ազատականացման հարցը մեր ներքին գործերի նախարարը քննարկել է նաև Բելգիայի ներքին գործերի նախարարի հետ։ Եվ այդ ազատականացման հարցում իսկապես բեկում է սպասվում, համենայն դեպս ակտիվացում է սպասվում։ Հիշեցնեմ անցած տարվա փետրվարին Հայաստան Եվրամիության այդ գործակցության խորհրդի նիստում որոշում կայացվեց, որ պետք է սկսվեն բանակցությունները վիզաների լիբերալիզացիայի հարցի վերաբերյալ։ Սեպտեմբերին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ մեկնարկելու են բանակցությունները եւ ամիսներ անց այդ բանակցությունները արդեն սկսվեցին։ Եվ հավանաբար շարունակությունը հենց կլինի այդ հունիսի 24-ին բացվող այդ աշխատանքային խմբով։ Իդեպ Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ Տիրանայում նաև վիզաների հարցն է քննարկել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եւ այս հարցում իսկապես ինչ որ տեղաշարժ պետք է որ շուտով տեղի ունենա։ Բայց ինչն է խանգարում հարցի լուծմանը։ Դե նախ անհրաժեշտ է քաղաքական որոշում, ընդ որում ոչ միայն Բրյուսելի, այլ Եվրամիության անդամ բոլոր 27 պետությունների։ Դա հեշտ բան չէ։ Որոշ երկրներ վերապահումներ ունեն, կասկածներ ունեն, եւ տարօրինակը այն է, որ այդ վերապահումներ եւ կասկածներ ունեցող պետությունների թվում մեր դաշնակից պետություններ եւս կան, անուններ չեմ ուզում տալ, բայց նրանց մտավախությունն էլ կարելի է հասկանալ, նրանք կարծում են, որ անօրինական միգրանտների հոսք կավելանա Եվրամիություն, օրինակ, երբ Վրաստանի հետ վիզաների ազատականացման այդ հարցը լուծվեց, նման խնդրի բախվեցին եվրոպական պետությունները։ Դե լավ լուրը այն է, որ վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանից Եվրոպա անօրինական միգրանտների հոսքը զգալիորեն նվազել է եւ մեզ համար դա շատ լուրջ փաստարկ է։ Կան նաև եվրոպական կառույցներ, որոնք վերապահումներ են ունեցել կամ դեմ են եղել։ Օրինակ, եթե Եվրահանձնաժողովը եւ Եվրոխորհրդարանը ի սկզբանե կողմ են եղել Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու հարցում, ապա Եվրոպական խորհուրդը ի սկզբանե դեմ է եղել եւ ամիսներ են պահանջվել, որպեսզի նա չխոչընդոտի։ Բացի քաղաքական խնդիրներից կան նաև զուտ իրավական, տեխնիկական, պրոցեսուալ խնդիրներ։ Օրինակ մեր օրենքները, կանոնները, պրոցեդուրաները պետք է համաձայնեցվեն եվրոպական ընդունված այդ կանոններին, հա։ Բիոմետրիկ անձնագրերը պետք է լիարժեք կիրառվեն, պետք է երաշխիքներ ապահովենք, որ մեր սահմանները
պատշաճ ձևով պաշտպանված են լինելու, որ մեր միգրացիոն օրենքը չի հակասի եվրոպականի հետ, անօրինական միգրացիայի, կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված հարցեր ունեն, որոնց պատասխանը պետք է շատ հստակ կարողանանք ձևակերպել։ Որոշ հարցերում առաջխաղացում կա, օրինակ բիոմետրիկ անձնագրերի այդ կիրառման process-ը կարծես դրական հունով է շարունակում, ֆրանսիական ընկերություններից բաղկացած կոնսորցիում է ստեղծվել, որը վերահսկում է այդ process-ը եւ գալիք տարվա առաջին կեսին հավանաբար այս հարցում արդեն այսպես լուրջ առաջխաղացում կարողանանք արձանագրել։ Այս ամենը բանակցելու թեմա է, բանակցությունները ինչքան կարող են տևել։ Վատն է, որ որևէ ժամկետ եվրոպական կողմը չի նշել, այսինքն հնարավոր է տարիներ տևեն այդ բանակցությունները, սովորաբար 3-ից 6 տարի է պահանջում այս բանակցությունները, սակայն եթե բանակցությունները սկսվում են, դա դեռ չի նշանակում, որ դրանք երբևէ պետք է պարտադիր ավարտվեն։ Օրինակ Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության այդ ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն 1.5 տարի առաջ պարզաբանել էր, որ բանակցությունները կարող են սկսվել, բայց այդպես էլ դրական ավարտ չունենալ։ Իսկ Չեխիայի դեսպանը Հայաստանում Կարլ Չապեկը բաց տեքստով ասել էր, որ պետք չի շատ մեծ սպասելիքներ ունենալ այդ բանակցություններից, քանի որ շատ հեռու է առայժմ կոնսենսուսը այս հարցի վերաբերյալ եւ կան պետություններ, որոնք դեռևս ունեն լուրջ վերապահումներ։ Եվ բացի այդ պետք է նկատի ունենանք, որ այդ process-ի դրական ավարտը դեռ չի նշանակի, որ պարտադիր պետք է վիզաների ռեժիմը վերացվի, հնարավոր է այն ընդամենը պարզեցվի, հեշտացվի, ենթադրենք վճարումները նվազեն, բայց վիզային ռեժիմը որպես այդպեսին շարունակի գոյություն ունենալ։ Արդյոք քան որ նշեցիր հնարավոր է բանակցությունները սկսեն ու չավարտվեն, իսկ հնարավոր է հենց բանակցությունների ինչ որ փուլում այդ ազատականացումը լինի, թե անպայման պետք է դրական ավարտը արձանագրվի, հետո նոր ազատականացում։ Շատերս այդպիսի սպասելիք ունեինք, բայց արդյունքում պարզվում է ոչ, ավելին նկատվում է, որ եվրոպական երկրները ավելի են խստացնում Շենգենի վիզա տրամադրելու այդ process-ը, ավելի երկար է քննարկվում, ավելի դժվար է հերթագրվել, ավելի հաճախ են մերժում, եթե տրամադրում են, ապա միայն կարճաժամկետ վիզաներ, այսինքն ակնհայտ է, որ խնդիրները ավելանում են նվազելու փոխարեն։ Եվ հավանաբար դա հատուկ է արվում, որպեսզի մենք կարողանանք, որպեսզի մեզ ստիպեն ավելի ճկուն լինել այն հարցերում, այդ զիջումների հարցում, որոնք մեզանից ակնկալում են եվրոպացիները։ Իդեպ նույնիսկ Հայաստանի արտգործնախարարն է խոստովանել, որ իսկապես նման խնդիր կա եւ դրականի փոխարեն բացասական process կա առայժմ։ Արարատ Միրզոյանը ազգային ժողովի ելույթում վերջերս ասել է, որ նկատում է այդ խնդիրը եւ որ այդ խնդիրը մտահոգություն է առաջացնում եւ որ Հայաստանի արտգործնախարարությունը բազմիցս այդ հարցը բարձրացնում է եվրոպացի գործընկերների առաջ, բայց նա հայտարարել է, որ լավագույն եւ հավանաբար միակ լուծումը կլինի բեկում արձանագրել բանակցություններում եւ վերջնականապես լուծել վիզաների լիբերալիզացիայի հարցը։ Շնորհակալություն Արծի։ Ճամբարակում 3 տեղի ունեցած դեպքի հետևանքով Երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը միջին ծանրության։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3 այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների զգոյության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Հիշեցնենք, որ 3 առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել էին 4-րդ, 3-րդ, 2-րդ հարկի բնակարանները, զոհվել էր 5 մարդ։ Այսքանը մեր հաջորդ թողարկումը ժամը 15-ին է։